Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Արարատ Միրզոյանի և Հական Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի պաշտոնական բացման արարողության ժամանակ։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը։ Կողմ քվեարկեցին падգամավորներից 65-ը, դեմ 2-ը, ձեռնպահ 26-ը։ Փուլային ձևաչափով ներդրվելու է ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը։ Համակարգը համընդհանուր է, ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների և ամեն անհատի ամբողջ առողջապահական կարիքները։ Այն ուղղված է հիմնական հիվանդացության և մահացության բեռ հանդիսացող հիվանդությունների մեղմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը։ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթաց է արձանագրել։ Այս մասին Վալտոնենը նշել է ԵԱՀԿ նախարարական հանդիպման ընթացքում։ ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Մինսկի խումբը և դրա ենթակառուցվածքները փակելը կնպաստի նաև ԵԱՀԿ բյուջեի հաստատման հիմնական խոչընդոտի վերացմանը։ Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի նիստում հաստատվել է Հայաստանի համար նախատեսված մոտ $175 միլիոն նոր վարկային համաձայնագիրը։ Վարկը տրամադրվելու է 3 տարի ժամկետով ընդհանուր բյուջետային աջակցության տեսքով։ Հիմնադրամից նշել են, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է այդ միջոցներն օգտագործել տնտեսական բարեփոխումների իրականացման շարունակականությունն ու խոշոր ծախսերն ապահովելու համար։ Վարկային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Հայաստանին հասանելի կլինի $25 միլիոն առաջին տրանշը։ Մարիա Զախարովան կտրուկ քննադատել է Կայա Կալասին և Մարթա Կոսին, նրանց անվանելով բրյուսելյան վամպիրների հետ, որոնք առաջարկում են, որ մյուսները դառնան իրենց նման, չարտացոլվեն հայելիներում և չվախենան արևի լույսից, էներգիայից և իշխանությունից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը այսօրվա ճեպազրույցում անդրադարձել էր Բրյուսելում օրերս Հայաստանի և ԵՄ-ի միջև փաստաթղթի ստորագրմանն ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններին։ Նրանք նշել էին, որ ԵՄ-ն Հայաստանին գումար է հատկացնում, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ երկիրը բախվում է լուրջ տեղեկատվական մարտահրավերների։ Ռուսաստանը և դրա հետ կապված կառույցները երկրում անցկացնում են ապատեղեկատվական արշավներ։ Բրյուսելը նաև աջակցելու է Երևանին Ռուսաստանի Դաշնությունից էներգետիկ կախվածության նվազման հարցում։ Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից երաշտից հետո ստեղծված ճգնաժամը մեղմելու համար։ 6-րդ տարին անընդմեջ Իրանը երաշտի մեջ է, Forbes-ում գրել է ՄԱԿ-ի փորձագետ Քավեհ Մադանին։ Մասնագետները պնդում են, որ պատճառը ոչ միայն կլիմայի փոփոխությունն է, այլև ոլորտի տարիներ շարունակ անարդյունավետ կառավարումը։ Նախագահ Մասուդ Փեշեշքյանը չէր բացառել, որ եթե իրավիճակն առաջիկա շաբաթներին չբարելավվի, Թեհրանի բնակչությունը կարող է տարհանվել։